Պարոն Անդրեասյան, դուք հիմա զբաղեցնում եք այդպիսի մի պաշտոն, ձեր նախորդը հիմա դուրս եկավ եւ ըստ մամուլի հրապարակմամբ իրավական հայցերը, երբ որ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ պետք է հետ վերցնել, այդ հանգամանքն էր հիմքը։ Հիմա դուք օրինակ ինչով եք զբաղվելու, ձեր գործը ինչ է լինելու, եթե այդ հայցերը պետք է հետ կանչվեն, դուք էլ լուր հետևեք այդ ամեն ինչին, եւ համաձայնվել եք այս պաշտոնին։ Նախ ուզում եմ ձեզ տեղյակ պահեմ, որ ոչ իմ նախորդի, ոչ իմ օրոք որևէ հայց հետ չի վերցվել եւ նման քննարկում չկա։ Եվ նման քննարկում չկա, եւ եթե լինի նման քննարկում, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահենք, ես բոլոր դատական վեճերով ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը մեծ պատիվ է ինձ համար, եւ միջպետական վեճերով Ադրբեջանի հետ, եւ արբիտրաժային գործերով, եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ես ներկայացնում եմ անխափան Հայաստանի շահերը, եւ այդ շահերը պաշտպանում եմ այնպես, ինչպես պետք է մեր երկրին, եւ որ ոչ դուք, ոչ ձեր երեխաները չհայտնվեն լրացուցիչ մեծ ֆինանսական վնասների կամ դույժերի տակ։ Դուք ասում եք նման հարց չի քննարկվում, բայց նախաստորագրված պայմանագրում նման կետ կա, որ պետք է հայցերը հետ քաշվել։ Այսինքն դուք հաշտ եք այդ մտքի հետ եւ Եղիշե Կիրակոսյանը եւ դեմ էր եւ դուրս եկավ, դուք կարծում եք, որ այո, մենք պետք է ներկայացված հայցերը հետ քաշենք։ Ես ուսումնասիրել եմ ամբողջ փաթեթը, պարոն Կիրակոսյանը չի ստացել եւ նաեւ մեր գրասենյակը չի ստացել որևէ առաջարկ որևէ հայցից հրաժարման եւ ես սա պաշտոնապես ասում եմ, եթե երբևէ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը կորոշի վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի որևէ իրավական գործընթաց դադարեցնել, դուք այդ մասին ինձանից ավելի շուտ կծանոթվեք։ Դրանից հետո արդեն միասին մենք կհասկանանք, թե որը ինչ իրավական գործընթաց է պահանջում։ Նշանակվեցիք այս պաշտոնում Լիպարի Դրմեյանի անկահարույց պաշտոնանկությունից հետո, երբ որ վարչապետը հայտարարեց, որ ես եմ կառավարության ղեկավարը ու որևէ մեկը իմ ասածին հակադիր ոչ մի բան չի կարող ասի ես եմ կառավարությունը հաներողություն ու որևէ մեկը չի կարող ինձ հակասող որևէ բան ասել, այսինքն ձայնի, կարծիքի իրավունք ընդհանրապես չունի։ Հիմա դուք այսպես կներեք էլի այդ բառը, որ օգտագործեմ կարող վիրավորական լինի, բայց սա ինչ որ անողնաշար բան չի պահանջում, պաշտոնյաներ, ենթականեր չի պահանջում ձեր այդ պաշտոնի, թե ոչ մի բան դուք ծպուտ հանելու իրավունք փաստորեն չունեք։ Մենակ Փաշինյանն ինչ ասի, պիտի այդ անենք։ Բոլորը ձեր սխալ, ոչ կոռեկտ ձևակերպումներն էին, որոնց հետ բոլորի հետ ես անհամաձայն եմ։ Բնական գործընթաց է, երբ դու պաշտոն ես զբաղեցնում, ունես ղեկավար։ Վստահ եմ, որ ցանկացածս ներկաներից ունի ղեկավար, եթե իհարկե իր սեփական բիզնեսով չի զբաղվում։ Եվ ղեկավարի ասացի հետ եթե համաձայն չես, դա չի նշանակում, որ դու ծպտուն չես կարող անել։ Դու կարող ես անհամաձայնությունը արտահայտել սեփական դիմումով, հրաժարվելով այն աշխատանքից, որը չի բավարարում քեզ ու քո արժեքներին։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոչ մի իմ նախորդ աշխատանքում չի եղել մեկ օր, երբ ես անցկացրել եմ այդ աշխատանքում, լինելով անհամաձայն իմ արժեքների եւ սկզբունքների հետ եւ հետեւաբար եթե երբևէ ես այս պաշտոնից հեռանամ ոչ այլ նպատակներով այլ իմ սկզբունքների հետ հակասության պատճառով ձեզ այդ մասին կտեղեկացնեմ բայց կտեղեկացնեմ նաեւ իմ ղեկավարին ռազմագերիների հարցի հետ կապված արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման ենթակա էր թե ոչ, որովհետև Դրմեյանը այդ մասով համարելով դա պարտադիր կատարման։ Ես պարոն Դրմեյանի ոչ մի հայտարարություն չեմ տեսել, բայց կարող եմ ձեզ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները, բոլոր արբիտրաժային վեճերով եւ մենք հիմա որևէ այլ մանրամասն, որևէ արբիտրաժային վեճից ձեզ չեն կարող հայտնել, ոչ թե որտեղ ես դա չեմ ուզում թաքցնում եմ, այլ դա արգելված է արբիտրաժային կանոններով։ Այս հրապարակային քննարկումը ինքնին վնասում է Հայաստանի շահերին այն արբիտրաժային ատյաններում, որտեղ մենք պայքարում ենք մեր բոլորի շահերը պաշտպանելու համար։ Եվ ես ձեզ ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնեմ, որ Հայաստանը լիարժեք կատարում է իր բոլոր իրավական պարտավորությունները, բոլոր արբիտրաժների եւ բոլոր ատյանների հետ կապված։ Մնացածը, երբ որ կլինեն արբիտրաժային վերջնական վճիռները, դուք կտեսնեք, թե Հայաստանը կատարել, թե չի կատարել իր պարտավորությունները։ Հեցի եւ մնացած բոլոր գործերով Հայաստանը լիովին
կատարում է իր միջազգային պարտավորությունները, այլ մանրամասներ այս պահին թույլ տվեք չասել, որովհետև ուղղակի արգելված է արբիտրաժի միջազգային կանոններով, արգելված է միջազգային կանոններով։ Բաքվում հայրազնագերիներն են խոշտանգում։ Շատ լավ, գիտենք, տեղյակ ենք բոլոր որոշումներից եւ բոլոր որոշումները պատշաճ ընթացքի մեջ են եւ բոլոր որոշումներով արբիտրաժային ես կպատասխանեմ, երբ որ գործընկերները բավարարված լինեն այս հարցով։ Այսինքն դուք եք համաձայն Դրմեյանի հետ, որ պարտադիր պետք է կատարվի։ Նորից եմ ասում, այն ինչ կատարվում է եւ այն ինչ կատարվել է, եղել է լիարժեք արբիտրաժային կանոնների եւ բոլոր միջազգային մեր պարտավորությունների շրջանակներում։ Այլ մանրամասներ, թե ինչ է միջանկյալ որոշումը, ինչ է այն նախատեսում, ինչպես պետք է կատարվի եւ որքանով է կատարվել, այդ ամենը ներկայացվում է արբիտրաժային տրիբունալին եւ ոչ թե հայ կամ որևէ այլ հանրությանը, որովհետեւ մենք ունենք կիպրացի քաղաքացիներ, Կիպրոսի քաղաքացիներ, որոնք օրինակ հեծի գործով դիմել են, ոչ Կիպրոսի հանրությանն ենք մենք տեղյակ պահում, ոչ Հայաստանի հանրությանը, որովհետեւ դա արբիտրաժի հստակ օրենսդրական պահանջ է որևէ մանրամասներ չհոսեցնել հանրություններին, մինչև չլինի արբիտրաժային վերջնական որոշումը։ Ես նորից եմ ասում, մասնակի կատարման, թե չգիտեմ, ինչը որ որոշում է, կատարվում է եւ կատարումը իրականացվում է այն չափով, որքանով պատշաճ է, ճիշտ է արբիտրաժային կանոններով։ Լսում եմ ձեզ, Նարեկ ջան։ Դուք նոր եք աշխատանքի անցել, այդ հարցին ստիպում են պատասխանել։ Ես հաճույքով պատրաստ եմ։ Ես վախ չունեմ որևէ աշխատանքից ազատվելու, ունեցել եմ բազմաթիվ աշխատանքներ, որոնցից հաճույքով եւ ոչ այնքան հաճույքով հրաժարվել եմ։ Եվ իմ չպատասխանելը ոչ թե ինչ-որ վախերի հետ է կապված, այլ ընդհանրապես հարգանք է արբիտրաժի օրենքների եւ կանոնների հանդեպ։ Եվ մի բան էլ, եթե ի վերջո անկախ ձեր քաղաքական կամ այլ նախասիրություններից, եթե մենք բոլորս մտահոգ ենք, որ Հայաստանը չհայտնվի մեծ տուգանքների, մեծ գումարների, մեծ պատիժների, սանկցիաների տակ, խնդրում եմ չխոչընդոտել իմ այն աշխատանքը, որը միտված է պաշտպանել բոլորիս երեխաների գումարները, ապագա բոլոր հնարավորությունները։ Խոչընդոտումը, ես վերջացնեմ։ Ես ասում եմ, խոչընդոտումը այն է, որ հիմա մեր շահերը ներկայացնող իրավաբանին, իրավախորհրդատուին դուք ստիպում եք պատասխանել մի հարցի, որի հենց պատասխանելը կարող է վտանգել մեր հետագա պետության հաղթանակը այս կամ այն ատյանում։ Ես նույնիսկ կհրաժարվեմ պետության ղեկավարի, իմ ղեկավարի տվյալ դեպքում մեկնաբանել իր հայտարարությունները, որովհետև իմ որպես ներկայացուցիչի խոսքը արբիտրաժային գործընթացներում մեկ հնարավորություն կարող է ստեղծել, քաղաքական գործիչների խոսքը այլ հնարավորություն։ Եվ նաև ուզում եմ հատուկ շեշտել, որ իմ բոլոր գործընկերներին եւ ընդդիմադիր եւ իշխանական խորհուրդ եմ տալիս հետեւել արբիտրաժի կանոններին, զերծ մնալ արբիտրաժային գործերով որևէ մեկնաբանություններից, որպեսզի դա հետագայում չվնասի Հայաստանի շահերին։